Ժողովուրդ, ինչպես գիտենք, օրիկան լինում են հարյուրավոր հանցագործություններ, օրինակ գողություններ, առևանգումներ, սպոներ, սակայն միշտ չէ, որ հանցագործները հասնում են իրենց նպատակին եւ նրանց հանցանքները մնում են անավարտ։ Եվ այսօրվա տեսանյութում մենք միասին դիտելու ենք այդպիսի շատ հիմար, ծիծաղելի եւ անավարտ մնացած հանցագործություններ, որոնք որ ֆիքսել են տեսախցիկները։ Վստահեցնում եմ շատ հետաքրքիր եւ ծիծաղելի տեսանյութ է մեզ սպասվում, քանի որ պատկերացնում եք անավարտ մնացած հանցագործությունները ֆիքսել են տեսախցիկները ու մենք հիմա նայելու ենք դրանք։ Սա ձեզ մի օրինակ, որ վստահ լինեք, որ տեսանյութը հետաքրքիր է անցնելու։ Տեսակ, դե ինչ դուք դրեք լայք, բաժանորդը գրվեք ալիքին, իսկ մենք անցնում ենք վիդեոյին։ Դե ինչ ժողովուրդ, խնդրում եմ ինչ-որ համով բան վերցրեք, հարմար տեղավորվեք, սկսում ենք։ Так, ուրեմն այս մարդը մտնում է խանութ, ինչ էր։ Տեսակ ժողովուրդ, մտավ խանութ, ուզում էր հրացանը հաներ, որ սպառներ էսավ չկան, ու ընկավ կասայից այս կողմ։ Հələ ոնց է փախնում, հələ, նույնիսկ չկարողացավ դուռը ջարդել ոտքով։ Հələ մտնում է ու հրացան ուզում է հանի, ընկնում է։ Տեղ ուրիշ դիրքից էլ կա նկարած, հələ, ընկնում է, ինքը չի կարողանում անցնի։ Ասենք, եթե դու գնում ես գողության, դու պետքա սենց հոգեպես լրիվ պատրաստ ես, չէ՞ մի քանի անգամ մտքիդ մեջ գցես, բռնես, թե այդ պահը ոնց է լինելու։ Ու դու այդքան մտածելուց հետո գնաս ու հրացանը անելուց ինձ հանես, որ ընկնի։ Այդ դրա համար ժողովուրդ ասում եմ, շատ վատ բան է հանցագործություն անելը։ Ասենք, արժեր, այս մարդը եկավ, ոչ մի բան կարելի ասել չարեց, ամբողջ համացանցով խայտառակ եղավ, մի հատ էլ դեմքը ֆիքսեցին ու հաստատ հիմա ձերբակալել են։ Դե ինչ, անցնում ենք երկրորդ ծիծաղելի վիդեոին։ Так, այս ինչ պահեստա, թե ինչ է։ Ժողովուրդ, հնարեք, այս ձախ կողմը գաղութի են խցիկներից է, այդ որ մարդկանց են պահում, բայց այս բանդ չի հաստատ։ Այս աջ կողմը, որտեղ ինչ-որ գործիքներ է, թե ինչ է, տակ նայում ենք։ Որտեղից էր ինչով։ Երևի պատուհան կար այնտեղ, տեսակ, ռովին։ Ահա, այստեղ մութ սենյակը մտավ։ Ու նորս սորը։ Հասկացաք ժողովուրդ, մտավ ուզում էր փախներ, ելք գտներ, բացեց դուռը, թողեց, ու այդ դուռը այն մյուս կողմից մագնիսով փակվեց, ու այս կողմից չի կարել բացվի։ Ու ինքն իրեն քսեց ծուղակի մեջ։ Հələ, ոչ մի տեղ չի կարում փակվի։ Ուզում է դուռը ջարդի, բայց ոնց կարա այդ դուռը ոտքով ջարդի։ Ու հələ հաջորդ կադրը ծնկաչոք հանում են դուրս։ Այ ժողովուրդ։ Դե հələ ասեք, արժեր։ Ավելի լավ չէր լինի այդ գողության ծրագիրը գծելու փոխարեն մի հատ օրինակ գիրք կարդար, մի քիչ ուղեղը լավանար, որ հասկանար, որ այդ դռները չի կարա այն մյուս կողմից բացվի։ Հաջորդ վիդեոն։ Так, շաուրմայանոց է ոնց է, թե։ Ինչո՞։ Տեսակ ժողովուրդ։ Ուզում էր այս շաուրմայի, այդ ոնց է կոչվում, այդ սարքը, գրիլի սարքը։ Ուզում էր գողանար ընդհանուր ու ձեռքերը վառեց։ Ասենք ոնց էլի, ոնց է պատկերացնում ինքը։ Էդի բա ինչի է տեղ կպցրած պարզ չի, որ էփվում է ու տաք է։ Ժողովուրդ, այս ինչ վիդեո է ուղղակի։ Ժողովուրդ, ինձ թվում է այս վիդեոյի համար արժի լայք դնել։ Խնդրում եմ, հենց հիմա փոքրացրեք վիդեոն, դրեք լայք, եկեք այս վիդեոյի տակ հավաքենք 1000 լայք ու հաջորդ վիդեոն խոստանում եմ էլ ավելի հետաքրքիր է լինելու։ Հաջորդ վիդեոն, տակ սուպերմարկետ է ինչ-որ, սոկեր էր ոնց որ գողացավ, դրեց մեքենան գնում է։ Ու ինչ։ Տեսակ ժողովուրդ։ Առաջին հատկից ինձ թվաց, որ ստացվեց գողությունը, վերցրեց այդ սոկերը ու դրեց մեքենան գնաց, բայց մած տեղ ուշադիր նայեք։ Նստում է մեքենան գնում է
ու հենց կողքի մեքենան պարզվում է, որ ոստիկանական մեքենա էր, տեսակ, հենա դիմացի մասից երևում է այդ միգալկաները կապուտ կարմիր լույսի միացնում են ու գնում են հետևից ու հաստատ կբռնեն։ Եթե չեն էլ բռնել, մեքենայի համարները ֆիքսել են։ Այս կարգի ցախողություն մի բլոկ սոկի համար գնաս նստես։ Так, հաջորդ վիդեոն։ Так, ես ինչ-որ տան տեսախցի կա դրան վրայի, ես ինչ ներկա։ Ժողովուրդ հասկացաք, այս մարդը ուզում էր մտներ տուն ու գողություն աներ, դրա համար տեսախցիկի վրա ներկեր լցրեց, մտածելով, որ վերջ չի կարա նկարի այդ տեսախցիկը, ու հանգիստ մտավ։ Հետո այդ ներկը չռած ծորալով ներքև ու դեմքը երևաց, ու հելենայիք, այս անմեղ առաջին հատկից անմեղ թվացող դեմքը, վերջ, էլ ոչ մի բան չես կար անես, էլ է հայ այս դեմքը, այս վիդեոն արդեն տեսախցիկի սերվերներում կա, էլ դու ուզում ես տեսախցիկը ջարդի, վառի, կեր տեսախցիկը, վերջ, դեբիլ էլի, ինչի չէր կարելի ուղղակի դիմակով գալ գոնե։ Հələ այս հիասթափության պահն է ամենածիծաղալուն, հələ դեմքը, վերջ, մոտակա մի քանի, լավ չհասցրեց թալանել, ասենք մոտակա մի քանի ամիսը ինքը հաստատ ազատության մեջ չի լինելու։ Так, հաջորդ վիդեոն, այս բանկոմատը ոնց որ թե ուղղացել ու ճանապարհով տանում է։ Ուր է տանում բանկոմատը, ինձ հետաքրքիր է։ Չասես ուզում եմ մտցնի ավտոբուսը։ Հա, հələ, ուզում եմ մտցնի ավտոբուսը ու վարորդը չի թողում։ Հələ, մի հատ էլ կռիվ անում, ասում են ինչի չես թողում բանկոմատը մտցնեմ։ Դու գնում ես բանկոմատ գողանալու, պետությանը պատկանող բան։ Ու դու ուզում ես պետությանը պատկանող բանը գողանալ պետությանը պատկանող մեքենայով։ Ժողովուրդ, կնիժի մաքսիմալ լեվել է այս վիդեոն։ Գոնե մի հատ ընկեր զանգի կանչի ավտոմեքենայով տարեք։ Իսկ ինչ հետաքրքիր վիդեո է, ժողովուրդ։ Հաջորդ վիդեոն։ Так, ես ինչ-որ բան ա գողացել խանութից ոզում ա արագ, աշխատողն էլ հետևից։ Դրեց մեքենայի վրա։ Տեսակ։ Մատ հետ ենք տալիս։ Ինչով էր էլի ինքը մտածում, հլը։ Գողացավ, բերեց դրեց մեքենայի վրա, նստավ որ քշի գնա ու ուղղակի աշխատողը վերցրեց էդի վրայից։ Հաջորդ վիդեոն, այս ինչ է, այս մեքենան։ Չասես, որ էսկալատոր է գողացել։ Հա։ Դու ոնց ես մտածում, գոնե մի հատ մեծ գրուզովիկ բերես, էսկալատորը մտցնես մեջը ու քշելով տանես։ Դու ուզում ես էսկալատոր գողանաս, հենց էսկալատորը քշելով, որի մաքսիմալ արագությունը երևի 100 կմ/ժ-ն է։ Ժողովուրդ, եթե դուք համարում եք, որ այս վիդեոյի միջին մարդուց ավելի խելացի եք դուք, կոմենտներում պլյուս դրեք, ես վստահ եմ, որ ամբողջ կոմենտներս պլյուս են լինելու։ Ինչ օպուշեն ես մորդիկ, հաջորդ վիդեոն, так, ես ինչ հեծանիվների խանութ է։ Так, ասես կինն է գողը։ Ինչ էր մտցրել շորի տակ, մատ հետ ենք տալիս։ Հələ, ստեղից չամադանը վերցրեց, մտցրեց շորի տակ։ Ու իրա պատկերացնելը ոնց պետք է այդ շորը տաներ։ Հաջորդ վիդեոն, так, այս տղան գնում է ճանապարհով։ Հողերը թափվեց շորի տակից։ Ցելո, հələ։ Այս ամենա
խղճահարույց առաջացնող վիդեոներ ինձ թվում է։ Հələ ինքը դուրս է եկել այդ, չգիտեմ, բանկից, թե խանութից, մտածում է երբ եմ գնում տուն, ես գումարը սկսեմ ծախսել ու ուղղակի իր շորի տակից ընկնում են այս գումարները։ Հələ ու դու էսի էլ չես կարա հավաքես, որտեղ մարդիկ արդեն քո դեմքը տեսել են։ Հաջորդ վիդեոն գրված է աշխարհի ամենահիմար գողը։ Так, ուրեմն էլի դրան վրայի տեսախցիկ է տան, գողը եկավ, դիմակով է, տեսախցիկը ներկեց, տեսակ, ֆլոմով ներկեց տեսախցիկը, բայց թափանցիկ էր, ու ինքը մի անգամից մտածելով, որ վերջ հաստատ չի նկարում, հանեց դիմակը։ Ինչի համար հանեց դիմակը, ինչա խանգարում էր, մեկը աչքերը բաց էր։ Կամ հենաթա հենց դիմակով էլ գար, ինչի համար էր ներկում։ Так, հաջորդը։ Ուսնեիզ է բեզոտ հոֆացանց մոդամը։ Так, ինչ-որ բան է խանութից գողացել, շորեր լիքը, լցրեցին մեքենայի մեջ ու ինչքան բան են լցնում։ Так, փակեցին։ Քշելով գնացին ամբողջ հապրանքը թափվեց, հələ։ Պոդքասթ մեկ իջնեն սկսեն հավաքել այդ ապրանքին։ Հաջորդ վիդեոն, տակ ինչ են տղեն անում հերվում։ Ուզում եմ մտնի տուն։ Պատուանը ինչ անում։ Ու բացեց պատուանը, մտավ ներս։ Հետո տեսակ ժողովուրդ։ Իզուր էր այդքան տանջվում, ուղղակի կարար ցախով գնար ու մտներ։ Հաջորդ վիդեոն։ Так, ինչ-որ մեքենա եկավ։ Ինչ ուզում ունի։ Ջորթես դուրը։ Ագրեսիվ գող է, ինչ խոսք։ Նո։ Մտավ ներս։ Երևի ուզում է մեքենան կապի ինչ-որ բանից քաշելով հանի, հա։ Պոկվեց։ Պարանը պոկվեց։ Հələ։ Ու տեսակ իջավ չտեսավ, որ պոկվել է։ Ստուգեց, տեսավ, որ ամեն ինչ լավ է ու նորից է քշում, հələ։ Ինչ դեբիլության մակարդակ է այս վիդեոն։ Так, հաջորդը էլի դամախոդ է, այսինքն այդ դրան վրայի տեսախցիկը։ Так, այս մարդը մտավ։ Ատվյորկայով երկու հատ սենց արեց, մտածեց, որ ջարդել է տեսախցիկը։ Լավ, ասենք թե ջարդեց, ինքը չի ֆայմում, որ այդ տեսագրությունը պահպանվել է։ Լավ, հələ նայենք։ Մտավ տուն։ Так, օր 2։ Դուրը ընկա վրեն։ Դրեց տեղը։ Մտավ տուն, 3-րդ օր։ Ստուգեց, որ տեսախցիկը հաստատ չի աշխատում, բայց явնի աշխատում է։ Ինչ, ահա մտավ տուն, այս տեսախցիկն է ուզում այդ չագուչով ջարդի։ Ինչ չէր արեց։ Նա ուպշություն էր։ Բոլոր տեսախցիկների մեջ դեմքը ֆիքսվեց, ոչ մեկը չջարդեց։ Հաջորդ վիդեոն։ Так, այսօր է վազում էս տղան։ Երևի ինչ-որ անձնագործություն է արել, ոստիկանն էլ հետևից է գալիս։ Так, կորցրեց տղային։ Մտածեց զիբիլի մեջ կլինի, բայց չէ։ Երևի թռել է այն դարպասի վրայով, հա։ Так։ Ու հասկացաք, այն տղաները վերևից ուղղակի տեսել էին ուր էր գնաց այդ տղան ու ասացին ոստիկանին։ Так, հաջորդը։ Այս ուրո, այս ինչ պահեստ է։ Գողը մտավ ներս։ Ինչ հոնում։
Ինչի՞ս ոնց էր թաքնվեց։ Հաստատ կբռնեն էսը։ Իս ովքեր են։ Չասես չեն տենալու։ Չասես չեն տենալու։ Գնացին։ Ժողովուրդ, էս вообще հիմարություն, այսինքն հիմարությունն էր իրա թաքնվելու ձևը։ Բայց երևի այսօրվա մեր վիդեոներից ամենահաջողված քայլն էր իրանը։ Դե իհարկե տեսախցիկով հետո տեսնենք բռնեն, բայց вообще լույե։ Так, այս մարդը ուրա գնում։ Օյսի աշխարհի ամենատհաճ բանն է, տեսակ նոր լցված ցեմենտ բիտոնը ու ոդքերով մտնում է մեջը, բայց այս այդքան էլ անցագործություն չի, ուղղակի հանա միամիտ էր եղավ, չէ՞։ Ու հատ էլ ուզում արագ գնա, ընդեղ էլ էր ցեմենտ բիտոն ընկավ։ Ոյ, այ սիկեր ինչ խոսք։ Դե ինչ ժողովուրդ, այսքանն էր մեր այսօրվա վիդեոն, վստահ եմ շատ հետաքրքիր ստացվեց։ Գիրեք ձեր կարծիքը կոմենտների բաժնում, թե որ մի վիդեոները ամենահիմարությունը, դրեք լայքեր, ինչպես ասեցի 1000 լայք ու հաջորդ վիդեոն լինելու է շատ հետաքրքիր։ Դե ինչ, դեզ էտե ես Ալեքսը, տեսություն, пока-пока։